այն ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանը պլանավորում էր կապված Սամվել Կարապետյանի հետ, իր մոտ չի ստացվել այն առումով, որ Սամվել Կարապետյանին ինքը դիտարկում էր ավելի շուտ որպես պատանդ, որի հետ կարելի է ինչ-որ բան պայմանավորվել կամ անձամբ իր հետ, կամ այն խմբի հետ, որոնք ներկայացնելու են Սամվել Կարապետյանին, կապված թե տնտեսական բլոկի հետ, սեփականության վերաբաշխման հետ, վերաբաժանման հետ, Սամվել Կարապետյանի, թե նրա քաղաքական այլևս նկրտումների հետ կապված։ Ես կարծում եմ դիտարկվում էր Սամվել Կարապետյանը ավելի շուտ որպես միջոց, որպեսզի կարողանան բանակցել, որպեսզի կարողանան ինչ-որ սակարկությունների միջոցով Սամվել Կարապետյանի թե սեփականության հարցը լուծել, թե քաղաքական ընդդիմադիր դաշտից հանելու հարցեր լուծել, բայց նման բանակցություններ պարզ է, որ չի եղել, այսինքն Սամվել Կարապետյանենք չեն գնացել սակարկությունների ոչ մի հարցով։ Հիմա Սամվել Կարապետյանը կարծում եմ ավելի շատ պրոբլեմ է մնացել Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ինքը չի իմանում հիմա բաց թողելն է մի բան չի, թե քաղաքական տեսակետից եւ թե նույնիսկ բանի տեսակետից, տնտեսական տեսակետից, թե իմիջային տեսակետից, պահելն էլ բանտում, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, ես կարծում եմ շատ մեծ վնաս չի հասցնում տվյալ պարագայում քաղաքական շարժմանը